The U.S. ambassador to Yerevan discussed the downing of the Armenian helicopter by Azeri. Երևանում ԱՄՆ-ի դեսպանը ադրբեջանցիների կողմից կործանված հայկական ուղղաթռի անձնակազմի մարմինները դուրս բերելու հարցով հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին տեղեկություններ ունեք։ Ամերիկայի ձայնի այս հարցին ի պատասխան ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռատքեն ասաց, թե ինքն այդ մասին տեղեկություններ չունի եւ խնդրեց ներկայացնել հարցի բովանդակությունը։ Պետդեպարտամենտում Ամերիկայի ձայնի մշտական թղթակիցը նշեց, որ դա էր իր առաջին հարցի էությունը։ Երկրորդ հարցը ուղղելով նա ասաց, թե ԵԱՀԿ-ի պաշտոնյային թույլ չի տրվել այցելել ուղղաթռի կործանման վայրը։ Արդյոք այս քայլը պաշտպանում է ԱՄՆ-ն, հարցրեց նա։ Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ եւս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարեւորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ, պատասխանեց ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։